Correct life and tranquility. Ուրախ եմ բոլորիդ ողջունելու Հայաստանի ազգային պատկերասրահում, որտեղ հավաքվել ենք շատ կարևոր մի քանի առիթներով եւ նախ եւ առաջ ուզում եմ բոլորի շնորհավորել արվեստի միջազգային օրվա առիթով, որը նշվում է այսօր եւ նախորդ տարի պատկերասրահը հենց այսօրը վերաբացվեց շուրջ 4 տարի տևած վերանորոգումից հետո, որի համար պետությունը հատկացրեց ավելի քան 800 միլիոն դրամ եւ սա հնարավորություն տվեց նորովի վերաբացել մշտական ցուցադրությունը եւ մեր հանրությանը հասանելի դարձնել նաեւ արվեստի այն գործերը, որոնք մինչ այդ ցուցադրված չէին։ Եվ ես հիշում եմ, որ նախորդ տարի վերաբացման այս օրը, որը նաեւ արվեստի միջազգային օրը լինելուց բացի նաեւ Արշիլ Գորգու ծննդյան օրն է, պատկերասրահը ցուցադրել էր այդ պահին իրենց մոտ եղած Արշիլ Գորգու փոքրիկ մի գործ, որը 1974 թվականին փոխանցվել էր պատկերասրահին եւ այսպիսով խորհրդանշական մի ժեստ էր դա նաեւ մեր մեծ նկարչի վաստակին եւ անունին ուղղված ու շատ ուրախ եմ, որ դրանից ուղիղ 1 տարի հետո մենք ունենք հնարավորություն պատկերասրահում ոչ թե խորհրդանշական ձևով արժևորել Արշիլ Գորգուն, այլ նրա ծննդյան օրը նշանավորել նաեւ մի շատ կարևոր գործի պատկերասրահ մուտքով։ Եվ այդ գործը պատկերասրահին հանձնելու հնարավորությունը ստեղծվել է պետության կողմից թանգարանների համալրման ծրագրի շրջանակներում։ Մշակույթի զարգացման հիմնադրամի կողմից տարբեր միջազգային աճուրդների դիտանցումներով պարզ է դարձել, որ Սոթբիս հեղինակավոր աճուրդում վաճառվում է Արշիլ Գորգու գործերից մեկը եւ փաստացի դա հնարավորություն է տվել, որպեսզի պետության միջամտության եւ այս քաղաքականության արդյունքում ավելի քան 30 միլիոն դրամ տրամադրելով մենք այսօր ունենանք հնարավորություն վայելելու Արշիլ Գորգու, կարծում եմ շատ գեղեցիկ եւ արժեքավոր գործերից մեկը եւ շատ ուրախ եմ, որ սա նաեւ մեր հանրությանը հնարավորություն կտա նորովի ծանոթանալ թերևս հայազգի նկարիչներից ամենամեծ արժեքը ու անունը կերպարվեստում թողած մեր նկարիչներից մեկի հետ։ Եվ սա շարունակական քաղաքականություն է եւ խոսքս ամփոփելով ուզում եմ հիշեցնել, որ մենք նախորդ տարի ավելի քան 330 միլիոն դրամ ենք հատկացրել տարբեր մեր թանգարանների համար մշակութային արժեքների ձեռքբերմանը եւ վստահ եմ, որ այս տարին էլ կամփոփենք արձանագրելով, որ ունենք նոր մշակութային արժեքներ, որոնք վերադարձել են Հայաստան եւ իրենց տեղն են գտել մեր թանգարաններում, դրանով իսկ մեր հանրությանը վերադարձնելով մեր մշակութային ժառանգության ու արժեքներին հաղորդակցվելու հնարավորությունը։ Շնորհավորում եմ բոլորիս, կարծում եմ նաև մի փոքրիկ գաղտնիք բացեմ, այսօր նաև պատկերասրահի տնօրենի ծննդյան օրն է եւ ստացվում է այնպես, որ Տիկին Հակոբյանի ծննդյան օրը ամեն անգամ նշում ենք նոր նվերներով, որոնք որ առաջին հերթին պատկերասրահի հավաքածուն համալրելու եւ արժեքավոր դարձնելու քաղաքականություն են։ Շնորհակալություն։ Պարոն վարչապետ, սիրով խոսքը փոխանցում եմ ձեզ։ Շնորհակալ եմ շատ, հարգելի պարոն քաղաքապետ, հարգելի տիկնայք նախարարներ, հարգելի ներկաներ, հարգելի հոբելյար, շնորհավորում եմ բոլորիս այսօրվա առիթով, որովհետև Արշիլ Գորգին համաշխարհային կերպարվեստի նշանակալի դեպքերից մեկն է եւ իհարկե հայկական կերպարվեստի կամ հայկական ծագում ունեցող կերպարվեստի նշանակալի դեպքերից մեկն է եւ այսօրվա մեր
միջոցառումը եւ կառավարության որոշումը ունի մի քանի նշանակություն եւ բոլոր այդ նշանակությունները իհարկե կապված են հետեւյալի հետ։ Մենք շատ ենք խոսում նրա մասին, որ պետությունը, պետականությունը, Հայաստանի Հանրապետությունը պետք է եւ է հայկական կյանքի առանցքը եւ գրավիտացիոն կենտրոնը լինի։ Գիտեք, մեր ժողովուրդը պատմության տարբեր էջեր է ունեցել, երբեմն հայկական իրականության կենտրոնը եղել է Մադրասը, երբեմն ինչ որ ժամանակում հայկական իրականության կենտրոնը եղել է Ստամբուլը, երբեմն ինչ որ ժամանակում հայկական իրականության կենտրոնը եղել է Թբիլիսին, ինչ որ մի ժամանակ հայկական իրականության կենտրոնը եղել է Վենետիկը եւ այլն եւ այսպես շարունակ։ Կարող ենք էլի քաղաքներ, կենտրոններ թվարկել։ Մենք ասում ենք, որ հայկական իրականության եւ կյանքի կենտրոնը բոլոր առումներով մշակութային, գաղափարաբանական, գաղափարախոսական Հայաստանի Հանրապետությունն է եւ այս իրադրությունը, որը պետք է կա եւ պետք է զարգանա, պետք է հարատև լինի եւ ոչ թե ժամանակավոր։ Եվ Արշիլ Գորկին, ով ինչպես այսօր Վիկիպեդիայում նայեցի, ծննդյան վայր նշվում է Օսմանյան կայսրությունը, մահվան վայրը Միացյալ Նահանգները, մենք այսօրվա միջոցառման իրադարձությամբ մենք ուզում ենք եւս մի այսպիսի սիմվոլիկ ազդարարում անել այն մասին, որ մենք դուրս պետք է գանք եւ մենք դուրս ենք գալիս պանդխտության, գաղթականության ցիկլից եւ հայկական արվեստի ստեղծած քրիտիկական զանգվածը եւ մշակութային ժառանգությունը, քրիտիկական զանգվածը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում։ Եվ սա առանձին վերցրած միջոցառում չէ, մենք վերջերս պատմության թանգարանում ունեցանք այսպիսի շատ կարևոր իրադարձություն, մենք Մատենադարանում արդեն 2 անգամ նշել ենք այդպիսի իրադարձություն, մենք ազգային պատկերասրահում այսօր նշում ենք այսպիսի իրադարձություն եւ իհարկե սա ամենակարևոր պետական եւ քաղաքական խնդիրն է, որը մենք լուծում ենք եւ թվարկումը նրա մասին է, որ սա առանձին վերցրած միջոցառում եւ առանձին վերցրած գործողություն չէ, սա քաղաքականություն է, որը մենք որդեգրել ենք եւ որտեղ մենք տեսնենք հնարավորություն, այդ հնարավորությունը օգտագործելու ենք հայկական ժառանգությունը, հայկական ծագման ժառանգությունը արվեստի, մշակույթի, Հայաստանի Հանրապետություն բերելու եւ որպես հարատև հանգրվան այդ արժեքների համար եւ սա լինելու է շարունակական։ Եվ կրկին ուզում եմ այս առիթով նախարար նշեց, մենք 30 միլիոն դրամ ենք հատկացրել, էլի նախորդիվ էլ նշվել է, թե ինչ միջոցներ ենք հատկացրել, ես այս առիթով ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին, այն քաղաքացիներին, ովքեր տնտեսական գործունեություն չեն ծավալում, բայց այսինքն իրենք տնտեսվարող չեն, առանձին վերցրած, անհատ ձեռներից կամ բիզնեսմեն չեն, բայց ամեն անգամ ցանկացած գնում անելիս հարկ են համարում իրենց հետ վերցնել հսկիչ դրամարկային կտրոն։ Ես ուզում եմ մենք բոլորս լավ պատկերացնենք, թե ինչպես է Արշիլ Գորկու կտավը հայտնվել Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիներ իրենց ամենօրյա գնումները անելիս չեն մոռացել վերցնել կամ տրամադրել վաճառողների մասին հսկիչ դրամարկային կտրոն, այդ ամեն կտրոնից 5 դրամ, 10 դրամ, 15 դրամ, 1000 դրամ կուտակվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եւ տնտեսվարողների վճարած հարկերից առանձնահատուկ շնորհակալություն խոշոր հարկ վճարողներին կուտակվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում
եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հնարավորություն է ունեցել միաժամանակ ներդնել առողջության ապահովագրության համակարգ, որը տասնյակ միլիարդ դրամների ծախս է ենթադրում բյուջետային, հնարավորություն է ունեցել բարձրացնել կենսաթոշակները, հնարավորություն է ունեցել կամավոր ատեստավորման միջոցով բարձրացնել ուսուցիչների աշխատավարձերը, գիտության եւ գիտնականների ֆինանսավորումը, բանակի ֆինանսավորումը եւ սպառազինությունների ձեռքբերումը եւ այլն եւ այսպես շարունակ եւ չի ասել գիտեք ինչ Արշիլ Գորկու կտավ առնելու ժամանակ չէ, որովհետեւ պետության առաջ այնքան խնդիրներ կան, որ մենք չենք կարողանում լուծել, ոչ մենք խնդիրները կարողանում ենք լուծել եւ այդ խնդիրներից է նաեւ Արշիլ Գորկու կտավի վերադարձը, մեր ձեռագիր հուշարձանների վերադարձը, մեր եկեղեցիների դռների վերադարձը եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ ուրեմն բարով ես եկել Հայաստանի Հանրապետություն հարգարժան Արշիլ Գորկի ի վերջո երկարատև ճանապարհորդությունից հետո այս կտավը գտնվում է ամենաճիշտ տեղում եւ հիմա րոպեներ անց ավելի կոնկրետ այդ կոորդինատները կընդգծվել եւ առավել ճշգրիտ տեղում այն կհայտնվի։ Շնորհակալություն եմ հայտնում նաեւ բոլոր այն մարդկանց, ովքեր նկատել են, նախաձեռնել են, հասցրել են տեղեկատվությունը հնարավորության մասին կառավարությանը եւ այն գործընկերներին, ովքեր ընթացք են տվել գործընթացին եւ հասցրել այն տրամաբանական ավարտի։ Ընդհանրապես շատ ախոսում եմ մասին, որ Հայաստանի կառավարությունը դանդաղ է գործում, բայց ես ուզում եմ ասել, որ այս դեպքում իմ նշած մնացած դեպքերում կառավարությունը որոշումներ կայացրել է հաշված ժամերի ընթացքում, որովհետեւ եթե հաշված ժամերի ընթացքում այդ որոշումները չկայացնեի, հաստատ այդ բոլոր արժեքները աճուրդից ուրիշ գնողներ կգտնվեին եւ մենք ամենաարագ ձևով այդ որոշումները կայացրել ենք եւ սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ այնտեղ որ պետքա գործել շատ արագ, մենք գործում ենք շատ արագ, այնտեղ որտեղ պետքա 7 անգամ մտածել, մենք մտածում ենք 7 անգամ եւ այսպես շարունակ։ Շնորհակալ եմ կրկին եւ շնորհավորում եմ բոլորիս։ Հիմա սկսել եմ ուղղել, այսպես։
շատ կարևոր աշխատանք, որոնք ամբողջ կյանքում փորձական համակարգության դեպքից կա։ Եվ այս ցուցադրությունների մասին է, եւ մենք փորձում ենք ներկայացնել այս տարիներին որպես հայ արմատներով այդ մշակույթի պահպանած, այդ շոշափությունը պահպանած ամերիկացի, ամերիկյան մոդեռնիզմը ավանդական եւ հավաքված աբստրակտիզմը գրող արվեստագետ, շատ կարևոր է երկխոսությունը։ Եվ այդ դեպքում մենք արդեն տեսնենք այն ուժները, որոնք վերաբերում են ազդեցություններին։ Այստեղ մենք փորձել ենք ներկայացնել արժեքավոր կենսագրությունը, եւ նրանց շուրջ տեսնենք այստեղ մենք դեպքում ունենք առաջին նկարը, որը շատ տարիներ առաջ դիվել է քույր արժեքավոր պատմիչը, եւ այսօր վերջապես միայնակ շատ կարևոր մեկ տարի անց, եւ առաջին անգամ ներկայացրեց Մաղարչուշի լրացուցիչ նկարը, փոքրիկ գծանկար է եւ ինքը ֆիգուրատիվ է եւ առաջին անգամ ոչ միայն Հայաստանի ազգային պատկերասրահում, այլ Հայաստանի Հանրապետությունում, ասեմ ավելին տարածաշրջանում առհասարակ հայտնվում է արժեքավոր աբստրակտ աշխատանք։ Սա շատ կարևոր նշանակության մի իրադարձություն է։ Ինչպես արդեն նշեցինք, անվերնագիր է կոչվում։ Նկարիչնիկը կոչել է անվերնագիր, այսինքն անվերնագիրը վերնագիր է։ Եվ այստեղ առաջին օրվանից հենց երբ վերեցին, բոլորը փորձում էին առհասարակ աբստրակցիա, վերացականություն է, երբ ֆիգուրատիվ չի։ Այսինքն աբստրակտ է մտածողությունը, բայց բոլորը փորձում են ինչ-որ մի բան գտնել եւ շոշափելի դարձնել։ Դա սովորական հոգեբանական մոտեցում է, եւ այստեղ իրականում յուրաքանչյուրս կարող ենք գտնել մերը, բայց իհարկե արևը ակնհայտ է, արև աչք տարբեր կերպ են փորձում մեկնաբանել։ Այս նկարը նաև շատ նշանակալի է, որովհետև այս թվականներին, 40-ականներին, ինչպես եւ մենք թվագրեցինք այս նկարը հետազոտության արդյունքում, այս թվականներին նա անդրադարձել է Խորգոմ գյուղին, այսինքն իր ծննդավայրին, իր հայրենիքին, եւ մինչ այդ նա բացարձակ այլ ուղով է գնացել, եւ 40-ականներին ոնց այդ մշակութային հիշողությունը, երկխոսության մեջ է մտնում Ամերիկայում տեղի ունեցող գործընթացների, հոսանքների հետ արվեստային, եւ ինքը քիչ-քիչ սկսում է անդրադառնալ այս աբստրակտ էքսպրեսիոնիզմին։ Եվ վերջապես այս աշխատանքով մենք տեսնում ենք արդեն Հայաստանի ազգային պատկերասրահում դրա օրինակներից մեկը։ Քանի որ Խորգոմ գյուղի մասին խոսեցինք, այստեղ կարելի է տեսնել ծիրան, ծառ, աչք, արև, այսինքն այն ամեն ինչ իր մանկությունն է խորհրդանշել, բայց կարծում եմ պետք չի վերացական արվեստը փորձել դարձնել շոշափելի եւ ֆիգուրատիվ, եւ ամեն մեկս փորձեն հաղորդակցվել այս աշխատանքի հետ մեր հոգով իրականում, որովհետեւ վերացականությունը դրա մասին է։ Այս նույն թվականներին ինչու հնարավոր եղավ թվագրել 40-ականներով, որովհետև արվեստաբանական ձեռագրով այդ նույն թվականներին նա շատ հայտնի մի երկու այլ գործ է արել, որոնք իրենց մոտեցման ոճով շատ նման են այս աշխատանքին։ Դրա շնորհիվ հենց արվեստաբանական վերլուծության արդյունքում հնարավոր եղավ թվագրել այս աշխատանքը հենց 40-ականներով։ Այնպես որ այսպեսին է համառոտ այս աշխատանքի պատմությունը, ասեմ, որ ինքը բավական երկար ճանապարհ է անցել մինչև հասնելը։ Վերադարձ կարող ենք կոչել, իհարկե ինքը երբեք Հայաստանում չի եղել, բայց եթե համարենք, որ հայ արմատներ ունի այդ արվեստագետը եւ մենք որ մեծանում ենք, համարենք ինչ-որ չափով վերադարձ։ 5 տարբեր մասնավոր հավաքածուներում է եղել, հետո վերջապես հանրվանել է որպեսզի աջակցում, ինչի շնորհիվ եւ մեր բոլորի բախտը բերել է եւ ձեր բոլորի շնորհիվ, կառավարության շնորհիվ մենք այսօր ունենք այս աշխատանքը այստեղ։ Իմիջիայլոց շատ շնորհակալ եմ այս կարևոր ռազմավարության համար, որովհետև թանգարանների համալրումը իրականում շատ երկար տասնյակ տարիներ ընդհատված է եղել։ Եվ միայն նվիրատվությունների շնորհիվ է եւ մեր փոքրի շատ է ձեռքբերումների շնորհիվ։ Բայց սա շատ կարևոր ընթացք է, որովհետև սա խոսում է նրա մասին, որ մեր պետությունը մշակույթի եւ արվեստի կողքին է, որը շատ կարևոր է։ Կարող եք միած շրջել։ Կարող եք շրջել։ Բայց չի ցուցադրվել։ Անցյալ տարի արժեքավոր ծանոթը մենք որոշեցինք առաջին անգամ վերհանել այս աշխատանքը եւ հետազոտության արդյունքում ասվեց, որ սա իր համար շատ կարևոր կերպար է եղել։ Մայր, ուժ, այսինքն ընտանիք, օջախ, այդպիսի վերմարմունքներ ունեցող մի ամբողջ շարք այսպիսի։ Եվ իր այսպես կոչված կատալոգ ռեզոմեյով հենց աշխատանքի հիմնադրամից համադրած այս շարքից բավական շատ գործեր կային։ Այնպես որ ինքը բավական խորհրդանշական կարևոր աշխատանք է։ Սա հայտնի արվեստագետ Աշոտ Մանասյանի նկարած նկարել։ Այո, ասեմ, որ որքին ընկերություն է արել աշխարհի ամենա համաշխարհային համբավացող կարևորագույն արվեստաբանների, քննադատների եւ արվեստագետների հետ։ Եվ
ինքը Նյու Յորքում գերություն անում էր եւ հաղորդակցում էր արվեստագետների հետ, սակայն ամեն կերպ իրեն ուզում էր դիրքավորել որպես կոսմոպոլիտ եվրոպացի արվեստագետ։ Այնպես որ սա շատ կարևոր է իր ուսուցումը կարող է ասում են ամեն ժամանակ։ Դա նաև դերձաշոտ։ Աշխատանքից կամ դերձաշոտ։ 85 շատ հետո, նամազ չկար, հասկացական եկնորեն։ Եթե դուք դեմ չլինեք, դեմ չեք, չմայցիկ, ամենամեղն է, ամենամեղն ասես այդ չի կարի, քանի որ մենք սրանով սա mixed reality է, այսինքն մենք այստեղ տեսնում ենք և իրականությունը, և ոչ իրականությունը, և այստեղ դուք տեսնում եք դետալավորված ոչ միայն այս գործը, այլ հենց այդ վերացականության ամենակարևոր տարբեր դետալները։ Դուք այստեղ որ տեսնեք կապույտ նշաններ տեսնում եք, այ հերթով կանգնեք կապույտ նշաններին և կհայտնվեն այդ գործերը, դետալները։ Հայտնվեց։ Տեսնեք դեպքից, նկարը տեսեք, դեպք մաշաճեք։ Այսինքն նայում եք նկարին, նշաշրջում եք և տեսնում եք բոլոր դետալները, այո, սա շատ կարևոր է, որովհետև այսպես մեծացված, խոշորացված հասկանում եք աբստրակցիան ինչի մասին է։ Հասանելի է բոլոր այցելուներին։ Այո, իհարկե, սա մեր արդեն երկրորդ փորձն է։ Խորհուրդ եմ տալիս, որ բոլորը կան և անպայման որտեղ շատ է այդ նկարը հասկանալու։ Այո, որտեղ վերացական որտեղ նենց սովորական նայելով սենք չես ընդհալու։ Դե ինչա և մի քիչ կտրեք, որ մի քիչ ես կոնկա, որ քայլել կարողանար հետքիչով, հետը բոլորը իսկ հիմա եթե դժվար չի մյուս կապույտին կապնեք և կտեսնեք այդ շրջանից մի ուրիշ նկար, այնտեղ կապույտ նշանների տեսնում եք, չէ՞։ Ուղղակի ես տեսավ տեսնում եք։ Ոչ, հայտնվեց։ Մենք այդ շրջանի ևս երկու նկար եք ավելացրել, որ պարզվելի աբստրակցիան միայն այս նկարի մասին չէ, այլ նաև այլ նշանների մասին։ Նկարից դուրս եք։ լավ այդ էստեղ, չես կապես։ Եվ ևս մի նկար կուղիվի։ Ինչարը սենք նկարը սենք չէ, այսինքն չէ դժվար կամ շատ երկար և ժամանակ կտանադրել, նայելու համար, որ այս կոմպոնենտներով նկարը անկալենք և կապը բանի հետ, վերնագրի հետ, մանավանդ աբստրակտի դեպքում շատ հեշտ հասկանալի չի։ Շատ լավ։ Մի հատ էլ երրորդ ունենք այստեղ, բայց մի դեմ ասա։ Այս նաև ուղղությունն է ցույց տալու գերեզմանիան, չէ, այստեղ սենց է։ Արգուլա ինչ է նշանակում։ Բայրամ։ Որտեղ է այդ։ Մտածածին ինչ-որ մի բան աղավ։ Պատես խորհուրդ բոլորի վրա այս նախ այնպես ինչ արդյոք տոմսը պատկերացնել։ 2500 դրամ։
Լավ, վերջ։ Այո, մնացած իրերի եթե ժամանակ Իմիջիայից համերես ամսերի տարբերակի երկրորդ խոցն այս դարվա հատմերանային արվեստագետի արվեստանոցի հայտնվում էին հատմինանդրիաս արվեստի պատշկալ մեր դուրս գալիս են դեր ուպաս կա ունա ավելի հեշտ է կարևոր արվեստը ոչ ներապես այս աջակցող երևույթ որ ավելի հասկանալի հիմա այստեղ մենք նաև բազի իջազեցություններ չենք տեղավորում մեզ այդ ամենից ջակի կոնցեպտը
It's hunting. Այսօր չենք կարացել։ Սուվենիրա, Չէ, ոչ չկա, ավելի լավ է ես սա ասեմ։ Բոլոր բարձր ստուդիաները բաց են կտրել նույնիսկ, դու կարող ես չտրեք են Դա անվանակարգային նվերը ես իմ անձնականն եմ Չի Այսպես ամեն ինչ այստեղ Դավիթ, չես ստացվել։ Շատ լավ է։ Մենք նաև շկալեցինք ես կարողանքներ, ընտրել ենք ներսի սրահի։ Իսկ կոնցեպտը շարունակում ենք։ Էլի, դա շատ կարևոր է, ամբողջ կոնցեպտի շրջանակներով։ Այստեղ մեր այցելուների ամենասիրելի նվերները հիմնականում սրանք են։ Հիմա մենք անում ենք ցուցադրության համար։ Այո, մենք հրաշալի ասենք օրինակ սալոն։ Այո, ինտերնետը սալոնին մենք նաև կոնֆերանսի եւ այլն ենք աշխատել 10 օր հետո այստեղ միջոցառում կանելու նորից սկսում ենք։ Նաև սուրճի վրա Նայեմ մի 10 օր հետո անձամբ չկա։ նաև ասել ենք սուրճի Սրանք են, այսինքն տարածելու հնարավոր բոլոր տարբերակները, որովհետև այսպես ասած մշակույթը դեսականացնելը շատ կարևոր է։ Մեկը այդ պարսակոպոսական Թող նայողներն էլ տեսնեն ինչ կա եւ շատ լավ նվեր է եւ շատ լավ։ Հատուկ ենք այստեղ դրել, որովհետև այս հատանացիները վերջ բացված, ասում ես ինչա ուզում եք տեսնել նկարը, վաղվանից նույնիսկ կտեսնեք նկարը արդեն։ Այո, 10 օր հետո մենք միջոցառում ենք ամբողջ վոլյերներով վարել ակտիվ։ Լավ շատ կարի կարիք չի։